Պարոն Կարապետյան, իդեպ ես ձեր կազմը տեսնում եմ, որ սենց կամանած է, ես մտածում եմ, որ դուք ցուցակի, օրինակ ձեր ցուցակի ավելի լայն կազմով լինեք, մի 100 հոգով ստեղ ունեք, բացորեն դահլիճը չէր վերիքրում, պետք է նոր դահլիճ։ Մի օր կլինենք, պարոն Մակարյան։ Կոնդիցիոները կփոխեք, չէ՞, որ Շատ բան կփոխենք, բայց մի հատ կարևոր բան կա փոխելու, դա փոխենք, մնացողը փոխվող է։ Շատ լավ։ Պարոն Կարապետյան, տեսեք, դուք խոսում եք Տիգրանաշենի մասին, դիմեց իմ սիրելի Տիգրանաշենցիներին, հասկացնելով, որ իրենք մեծամասնություն են տեղից այլատել Փաշինյանին, ու դուք հիմա իրենց հարցն եք քննարկում, եթե Տիգրանաշենցիները գնացել եւ Նիկոլ Փաշինյանին ձայն են տվել, որ ինքը հանձնի Տիգրանաշենը։ Մենք դուք մյուսներին չենք անհանգստանում, թող հանձնի, ինքը չեն մտել այս երկու հոգու մարդկանց անձնական հարաբերությունների արանքը։ Մարդիկ հանձնում են, կողմ են, որ իրենց տարածքը հանձնեն, ինչ է ցանկանում, թող հանձնի։ Սա մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանը անընդհատ այս մի քանի անգամ այս ամբիոնից դրական շեփածությունների ժամանակ ակնարկեց, որ դուք ձեզ Ռուսաստանից ուղարկել են այստեղ, որպեսզի հեղափոխություն անեք, իշխանապողություն անեք, բայց չկարողացաք եւ հիմա այնտեղ պատասխան ունեք տալու Ռուսաստանին կամ ինչ-որ մարդկանց կռևելի կողքի շենքի երևի Ուկրաինայի հյուրանոցում նկատվել կամ չգիտեմ, պետք է չէ, Եվ խոսքը ինչ-որ մարդկանց պատասխան ունեք տալու եւ չգիտեք ինչ պատասխան տալ, թե ինչու ստեղ ստացվեց իշխանապողություն։ Դուք այս մեղադրանքներին, եթե դուք հիմնավոր չեք համարում, ո՞նց եք արձագանքում, ու մի բան էլ, ուրեմն ձեր կոնկուրենտ օֆիսը ներքևի հարկի փոքր Ֆրանսիան, Հայաստան դաշինքը, իրենց կողմից հենց ակնարկներ են հնչում, որ մենք չենք պայմանավորվել իշխանությունների հետ բարեկեցության ինչ-որ շրջանակներ չենք գծել, չենք պայմանավորվել, որ պետք է բարեկիրթ լինենք, իրար հասել ինչ-որ բաներ չունենք, ու ինչ հարց ուզում ենք տալիս ենք առանց պայմանավորվածությունների, չեք կարծում, որ այսպես այս խայթոցները մի քիչ ձեր մտերիմ ոչ կոնկուրենտ համագործակցային հարաբերությունները խաթարան, որովհետև դուք հիմա պայմանավորվել եք իշխանության հետ, թե չեք պայմանավորվել։ Շատ լավ։ Առաջի հարցը։ Առաջին հարցը որ մեծ փոփոխություն, երկրորդը Տիգրանաշենի հետ կապված։ Նախընտրական շրջանում իշխանությունը չէր ասում Տիգրանաշենցիներին, որ հանձնելու է Տիգրանաշենը։ Անգամ օգտագործեցին տերմին օպտիմալացում տարածքի։ Մենք չգիտենք այդ ինչա։ Օպտիմալացնում էին, այսինքն չկար խոսք Տիգրանաշենը հանձնելու մասին։ Երբ շատ ընդդիմադիր գործիչներ այդ մասին ասում էին, իրենց ալարմիստ էին կոչում, այսինքն մարդիկ, ովքեր միշտ վատ լուրեր են ասում։ Վատ լուրեր ասում ես, որտեղ վատ լուրեր լինում են։ Ամեն տարի նոր վատ լուր։ Այդ պատճառով հիմա էլ մենք ասում ենք, որ վաղը, մյուս օր, եթե պրոցեսի դեմը չառնի, եթե մեր ժողովուրդը չվերակողմնորոշվի, չկողմնորոշվի, մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Տիգրանաշենում իրենք սարքելու են այն օրինակը, ինչ որ սարքել են Արցախում։ Շենքեր, վերաբնակիչներ, ու երբ մենք խոսում էինք, որ ուզում են գան, մեզ ասում էին դուք վատ լուրեր եք ասում, մենակ լավ լուրեր, պետքա գնայինք բան անեինք, համերգների մենակ պետքա գնայինք։ Դրա համար վատ օրեր սպասում են եւս։ Այսօր անգամ տարիներ անց, ամիսներ անց, եթե մենք փոփոխությունը ամեն ինչ անելու ենք որ լինի, եթե չլինի, այսօրը հիշելու ենք որպես լավ դիրքավորման ժամանակաշրջան։ Ինչպես հիմա ստիպված ենք լինել ասել, որ թրիփը ճանապարհ է, միջանցք չէ, որ հանկարծ միջանցք չմնա Հայաստանի վրա, որ մյուս կառավարությունը բանակցելու տեղ ունենա, որ ճանապարհ պահի ճանապարհը։ Երրորդ հարցը որ ձեզ մեղադրում են Ռուսաստանի մասով, որ պատասխան եք տալու, որ ուղարկել են իշխանապողություն եւ Հայաստան դաշինքը։ Իրենք ում հանձնարարություններն են անում, որպեսզի հասկանանք ինչ օրակարգ կա, մտնում ենք Բայրամովի Twitter-ը նայում ենք ու գիտենք այդ շաբաթ ինչի մասին ենք, ինչի մասին է լինելու կառավարության ներկայացուցիչների խոսույթը։ Իսկ դուք իրենք ասում են, բանուկ հանձնարարություն եք կատարում, ում եք պատասխան տալու։ Մենք եկեղեցու վրա հարձակումը ինքը հանձնարարությունով են իրենք կատարել։
Դրա պատասխանն է եղել մեր քաղաքական դաշտ մտնելը։ Թող ուրիշ ուղղությամբ ամեն անգամ թեման չփոխեն։ Իրենք են եղել են կատալիզատորը, որ մեզ մտցրել են քաղաքական process-ների մեջ։ Շնորհակալություն։ Մենք մի հատ sense մոտեցում ունենք, մեր հայրենակիցները պետքա նորմալ որակով, լավ հայերենով, ինչքան հնարավոր է դա, լավ հայերենով քաղաքական խոսույթ լսեն։ Եթե մենք պետք է օգտագործենք փողոցային բառապաշար, որպեսզի բոլորը գոհ լինեն, չեմ կարծում, որ իմ պատկերացրած երկրի ապագան փողոցային բառապաշարով խորհրդարանն է։ Դուք այս վերջին 10 օրվա աշխատանքը ես լավ դիտարկել եմ եւ դուք հաստատեն սահուն անցում եք կատարել դեպի պարլամենտական աշխատանքը, այսինքն դա ոնց որ ձեզ համար սովորական աշխատանք է դարձել, մինչդեռ դուք ընտրողներին այլ օրակարգով այլ ուսումներ եք տվել, այն օրակարգով եք եկել խորհրդարան, ես հետևում եմ նաեւ սոցիալական ցանցերին, որտեղ դժգոհություններ կան ձեր կողմնակիցների, թե ինչի մասին է խոսքը, ինչ օրակարգով են իվերջո եկել եւ ինչով են հիմա զբաղված։ Որն է ձեր գլոբալ օրակարգը, չէ՞ որ դուք ասում եք, որ իշխանապողություն, վարչապետապողություն։ Հիմա դուք սովորական պարլամենտարի պես եք պարունակել։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց էր եւ կուզեի այդ պահը ներկայացնեմ իմ հայրենակիցներին։ Ընտրություններով ու արտահերթ ընտրություններով անգամ փոփոխությունները պետքա լինեն մեր հայրենակիցների աջակցության արդյունքում։ Մենք աշխատելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, ավելի շատ մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, եւ այդ փոփոխության արդյունքում այս իշխանությունը գնալու է։ Կա մի ճանապարհ, անգամ արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակությունը պետք է որոշում կայացնի։ Մենք ներկայացնում ենք հասարակության կյանքը փոխելու ծրագրեր, ցույց ենք տալի ինչ մոտեցում, ինչ պատասխանատվություն պետք է ունենա ապագա իշխող ուժը եւ մեր ժողովուրդը կընտրի, կհասկանա որակական փոփոխությունը։ Գաղտնի բլարում եք։ Կարծում եմ այդ հարցով կարող եք պարոն Կարապետյանին